Հարգելի համախոհներ եւ ներկաներ։ Չափազանց բարձր պատիվ է հանդիսանալ Ուժեղ Հայաստան կուսակցության եւ Սամվել Կարապետյանի թիմի անդամ։ Ինչու, որովհետեւ սա կուսակցության ընտրության մասին չէ։ Սա նախ եւ առաջ բոլորիս կողմից արժեքային համակարգի ընտրություն է։ Եվ այդ արժեքային համակարգ ընտրելով մենք ունենք հավատալ այն, որ շատ մոտ ապագայում ունենալու ենք կայուն, անվտանգ եւ ուժեղ Հայաստան։ Ակնհայտ ճշմարտություն է, որ ուժեղ Հայաստանը կարող է կառուցվել ուժեղ տնտեսության վրա։ Իսկ ուժեղ տնտեսություն ունենում են հիմնականում այն երկրները, որտեղ կան ներդրումներ, որտեղ երկիրը ունի բարենպաստ ներդրումային միջավայր։ Այսօր ժամանակակից կյանքում ներդրումները եւ կապիտալը հիմնականում հոսում են, տեղաշարժվում են այն երկրներ, որտեղ արդեն կա կապիտալ, այսինքն դեպի հարուստ երկրներ։ Տեղաշարժվում են այնտեղ, որտեղ առաջին հերթին պաշտպանված է սեփականության իրավունքը, երկրորդ պետությունը նախ եւ առաջ հանդիսանում է գործընկեր, այլ ոչ թե խոչընդոտ, եւ երրորդ հստակ են խաղի կանոնները։ Համաշխարհային տնտեսության մեջ նույնպես փոխվել են ժամանակակից ներդրումների վերաբերյալ պատկերացումները։ Նույնիսկ շատ ու շատ ժամանակակից եվրոպական զարգացած երկրներ այսօր ունեն ներդրումային սով։ Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Գերմանիան, Ֆրանսիան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները իր մեթոդներով, իր ձևերով կարողանում է ամբողջ աշխարհից տրիլիոնների հասնող ներդրումներ քաշել իր տնտեսություն։ Եվ դա նորմալ է։ Ինչու եմ սա ասում, որովհետեւ համաշխարհային տնտեսության մեջ կապիտալը հիմնականում հոսում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ որոշ այլ տնտեսություններ։ Ուստի այս պայմաններում, այս մրցավազքի պայմաններում ակնկալել, որ Հայաստանի Հանրապետություն պետք է հորդեն բազմամիլիարդանոց ներդրումներ, առնվազն իրատեսական չէ։ Այդ մասին են վկայում պաշտոնական վիճակագրական տվյալները վերջին, ինչպես նաև այն բազմամիլիարդանոց խոստումները, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել։ Ինչ պետք է անենք այս պարագայում։ Այս պարագայում մենք նախ եւ առաջ պետք է ապավինենք ներքին ներդրումներին։ Մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք նաև արտերկրում բնակվող մեր հայրենակիցների կողմից իրականացվելիք էմոցիոնալ ներդրումներին։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ այդ ներդրումները կարող են պայմանավորված լինել նաև հայրենասիրական մղումներով։ Այդ ճանապարհով մենք կարող ենք ստեղծել բարենպաստ ներդրումային միջավայր, ինչը հետագայում հիմք կհանդիսանա օտարերկրյա ներդրումների համար։ Հարգելի հայրենակիցներ, մենք այսօր կանգնած ենք լուրջ մարտահրավերների առաջ։ Պետական պարտքը օրեցօր ավելանում է։ Ծանրանում է պետական պարտքի բեռը։ Կառավարելի է արդյոք այդ բեռը։ Կառավարության պատասխանատուների կարծիքով այո։ Եթե մենք դիտարկում ենք խնդիրը կարճաժամկետ հատվածում, կամ օրինակ ասենք մեկ բյուջետային տարվա կտրվածքով, գուցե դա այդպես է, քանի դեռ ոչինչ չի պատահել։ Բայց մեզ անհրաժեշտ է կայուն կառավարելիություն միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում։ Իսկ դրան մենք կարող ենք հասնել բացառապես տնտեսությունը վերակառուցելով, արդյունաբերականացնելով, այլ ոչ թե մնալով ներմուծումից կախված տնտեսություն։ Սրա համար մենք պետք է ստեղծենք այնպիսի ընկերություններ, որոնք կապահովեն բարձր ավելացված արժեք։ Պետք է զարգանան բարձր տեխնոլոգիական ճյուղերը։ Սա է ճանապարհը։ Եվ սրանք լոկ խոսքեր չեն, սրանք իրականություն դարձող նպատակներ են, որը մենք իրականացնելու ենք, որը մենք կատարելու ենք։ Եվ հարգելի հայրենակիցներ, հարգելի կուսակից ընկերներ, հարգելի մեզ լուռ հետևողներ եւ չկողմնորոշված հայրենակիցներ, վստահ եղեք, ուժեղ Հայաստան լինելու է։